Պակիստանի բանակը հարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող ռազմական դիրքերին։ Խայբեր Պախտունխվա նահանգում Պակիստանի սահմանային դիրքերի վրա հարձակումից հետո։ Այս մասին հաղորդել են երկրի զինված ուժերը։ Զինվորականների տվյալներով Թալիբան շարժման զինյալները եւ Ֆիթնա Ալ-Խավարիջ խմբավորումը առանց պատճառի կրակ են բացել Կուրամ գործակալությունում գտնվող Պակիստանի անցակետերի վրա։ Պակիստանի բանակի պատասխան ընթացքում ոչնչացվել է 1 անցակետ եւ տանկային կրակակետ։ Բախումների ժամանակ սպանվել է նաեւ Ֆիթնա Ալ-Խավարիջի բարձրաստիճան հրամանատարը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր ողջ ուժով կպատասխանի Ռուսաստանի կողմից եվրոպական օդային տարածքի խախտմանը։ Նրա խոսքերը մեջ բերում է ստանդարտ պարբերականը. ոչ մի կասկած չպետք է լինի։ Եթե ՆԱՏՕ-ն սպառնալիքի տակ լինի, մենք կգործենք, եւ մենք պետք է դիմակայենք էսկալացիային մեր ողջ ուժով, ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Նա օդային տարածքի խախտման դեպքերն անվանել է անխոհեմ, վտանգավոր եւ միանգամայն անընդունելի։ Հիլին հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Eastern Century առաքելությանը, որի շրջանակներում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Թայֆուն կործանիչները պարեկելու են Լեհաստանը, կշարունակվի մինչև տարեվերջ։ Նախարարը նաև հայտարարել է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացման մասին։ Իլհամ Ալիևը պաշտպանեց ամբողջ Կովկասի պատիվը Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ օրինակ ծառայեց բոլորի համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Պատահական չէ, որ արևմուտքում նրանք, ովքեր նախկինում խուսափում էին Ադրբեջանից, այժմ հերթ են կանգնում այս երկրի նախագահին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար, նշել է նախկին նախագահը։ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները կարող են միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում հակամարտությունը չավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը։ Եթե այդ հակամարտությունը չավարտվի, եթե կարճաժամկետ հեռանկարում խաղաղության ճանապարհ չհայտնվի, Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին քայլեր կձեռնարկեն, որպեսզի ծախսեր բարթեն Ռուսաստանի վրա շարունակվող ագրեսիայի համար, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։ Ավելի վաղ Հեքսեթը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին անվանել էր խաղաղության նախագահ, Իսրայելի եւ Պաղեստինյան Համաս արմատական շարժման հակամարտության կարգավորման ուղղությամբ նրա ջանքերի պատճառով։ Իսրայելի եւ Պաղեստինյան Համաս արմատական շարժման հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը լավատեսություն են ներշնչում ուկրաինական հակամարտության նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել պրոֆեսոր Ջեֆրի Զոնենֆելդը Թայմի համար հոդվածում։ Փորձագետի խոսքով Թրամփի դերը իսրայելցի պատանդներին եւ պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու գործում դարձել է դիվանագիտական ազդակ, որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծել։ Վերջինս ընդգծել է, որ տարածաշրջանը լավատեսության նոր հիմքեր ունի։ Բացի այդ, լավատեսության նոր հիմքեր կարող են ի հայտ գալ նաև Ուկրաինայում, նշել է փորձագետը։